Մենք հասել ենք 19-ին եւ ընդամենը 10 դաս ունենք։ Ես նույնիսկ մի փոքր տխրում եմ, քանի որ ձեզ հետ այնքան հաճելի է։ Այս դասի վերնագիրն է։ Ես ուզում եմ ասել, որ այս դասի բովանդակությունը շատ կարևոր է։ Շատերն են ասել ինձ, երբ քարոզել եմ այս մասին կամ երբ իրենք են կարդացել այս մասին իմ գրքում, այս թեման իրականում հպվեց ինձ։ Այս դասի վերնագիրն է ջուր հանեք ջրհորներից։ Բացենք Հովհաննեսի 7-րդ գլուխը։ Հիսուսն ասում է. եթե ինչ-որ մեկը ծարավ է եւ հավատացեք ինձ, եթե դուք անապատում եք, դուք ծարավ եք։ Թող գա ինձ մոտ եւ խմի։ Նա ով հավատում է ինձ, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, նրա սրտից կհոսեն կենդանի ջրերի գետեր, բայց նա ասաց սա հոգու մասին, որ իրեն հավատացողները ստանալու էին։ Անապատը չորության երկիր է։ Այս վայրում մենք չենք վերապրում Աստծո հոգու թափումը, հոգու անձրևը։ Հիշում եք, խնդրեք ինձնից անձրև վերջին անձրևի ժամանակ, եւ որ Աստված սպասում է երկրի պատվական պտղին, նման հողագործի, որը սպասում է առաջին եւ վերջին անձրևին։ Սա անձրևների ժամանակ չէ, այս ընթացքում մենք պետք է ջուր հանենք ջրհորներից, այսպիսով նրա սրտից կենդանի ջրերի գետեր կբխեն։ Ուշադրություն դարձրեք, որ նա խոսում է շատ գետերի մասին։ Ինչու՞, նա խոսում է հոգու մասին, այնպես չէ։ Եսայի 11:2-ում Եսային խոսում է Աստծո հոգու մասին, որ Հիսուսի վրա էր լինելու։ Եվ նա կոչվում է խորհրդի հոգի, իմաստության հոգի, հանճարի հոգի, զորության հոգի, գիտության հոգի։ Ճիշտ է։ Թույլ տվեք ցույց տալ մի քանի հատված առակած գրքից։ Սա իսկապես հետաքրքիր է, եկեք կարդանք։ Իմաստությունը հոսում է իմաստունից, բխող աղբյուրի պես։ Ահա եւս մեկ խոսք. կենաց աղբյուր է խոհեմությունը։ Խոսքն այստեղ ջրհորների եւ աղբյուրների մասին է։ Դուք տեսնում եք, ահա եւս մեկ խոսք, խորը ջրեր են մարդու սրտի խորհուրդը, բայց խելոք մարդը այն կհանի։ Ինչով ենք հանում այն։ Պատասխանը կրկին առակած գրքում է, բերանով։ Բոլորդ ասեք, կյանքի աղբյուր է արդարի բերանը։ Ջրհորը վերևում է, իսկ ջուրը բարձրանում է ներքևից, ճիշտ է։ Դուք հասկանում եք սա։ Ես կպատմեմ մի դեպք իմ երկրորդ անապատային փորձառությունից, երբ երիտասարդական ծառայության հովիվ էի։ Մենք նոր էինք սկսել այդ ծառայությունը, բայց ես դեռ չորություն էի զգում։ Հիշում եմ, որ մեր տնից ոչ շատ հեռու մի վայր կար, որը կոչվում էր Վեկիվա ազգային այգի։ Ես վերցրի վրան պայուսակ, քանի որ այնտեղ անկարելի էր գնալ մեքենայով, անհրաժեշտ էր ոտքով գնալ այդ ճամբարատեղին։ Ես հասա այնտեղ եւ աղոթեցի ամբողջ օրը եւ ամբողջ գիշեր։ Հաջորդ առավոտյան կրկին աղոթում էի։ Ես խիստ հուսալքված էի, քանի որ աղոթում եւ աղոթում էի, աղոթում եւ աղոթում էի։ Եվ ինձ մոտ մտքերի տեղատարափ սկսվեց։ Ինչու այստեղ եկար։ Ինչու չմնացիր տանը։ Ինչ ես անում այստեղ այս անտառում։ Պարզապես տուն գնա։ Դու արդեն 24 ժամ ծոմ ես պահել։ Ամեն ինչ լավ է։ Բայց ինչ որ բան իմ ներսում, եւ դուք պետք է զգայուն լինեք նման դեպքերում, ասում էր ոչ։ Եվ հիշում եմ, ես սկսեցի ետ ու առաջ քայլել մի արահետով եւ ասել. Աստված, ես լսելու եմ քեզնից, քանի որ դու ասացիր, որ եթե մոտենամ քեզ, դու կմոտենաս ինձ։ Եվ ես ասացի, իմ ներսում գտնվող ջրհոր, բխիր եւ կազդուրիր ինձ, բխիր։ Հանկարծ ես վերապրեցի այն, ինչին Սուրբ Հոգին առաջնորդում էր ինձ։ Այնպես էր, ասես ներսիցս կյանք էր բարձրանում։ Դա դժվար է նկարագրել։ Մի քանի րոպե անց ես գրեթե վազում էի այդ արահետով։ Իմ Աստված, ես այնքան եմ սիրում քեզ։ Եվ դա պարզապես աղոթքի հրաշալի ժամանակ էր։ Որոշ ժամանակ անց կարդացի, թե ինչ ասացին Իսրայելի զավակները Թվոց 21:17-ում։ Բխիր ով ջրհոր, բոլորդ երգեք։ Ես հասկացա, որ Աստված առաջնորդեց ինձ, որ նույն կերպով վարվեմ։ Գիտեք, ես պետք է փորեի, որպեսզի հասնեի այդ ջրհորին։ Դուք հասկանում եք, այս փորձառության օրինակը կարելի է տեսնել Իսահակի, Աբրահամի որդու կյանքում։ Կարդանք Ծննդոց 26-ը։ Սաստիկ սով եղավ երկրում։ Մտածեք սովի մասին, անձրևներ չկան, մենք անապատում ենք, լավ։ Տերը հայտնվեց Իսահակին եւ ասաց. մի գնա Եգիպտոս, այլ արա այն, ինչ կասեմ քեզ։ Եվ ես քեզ հետ կլինեմ եւ կօրհնեմ քեզ։ Մտածեք այս մասին, մի գնա Եգիպտոս, դուք չորության փուլում եք, որն է ամենամեծ գայթակղությունը չորության մեջ։ Վերցնել հեռակառավարման վահանակը կամ մտնել սոցիալական ցանցեր։ Ինձ հավանումներ են պետք, ճիշտ է։ Ես կմտնեմ իմ էջը, հուսով եմ իմ գրառումը կունենա գոնե 100 հավանում։ Ինչու։ Դա արտադրում է սերոտոնին, կարծեմ դա այդպես է կոչվում։ Եվ դուք մտածում եք, ես մխիթարության կարիք ունեմ։
Եվ դուք մխիթարություն եք սպասում Եգիպտոսից։ Դուք հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ, բայց դրա ժամանակը չէ։ Եթե 5 ժամ սպորտային հաղորդումներ դիտեք, դրանից հետո դուք նույնքան դատարկ եք լինելու, որքան մինչ այդ։ Ժամանակը չէ 1 ժամվա մեջ 4 անգամ բացել սառնարանը, քանի որ նույն ուտելիքը, որն այնտեղ էր 3-րդ անգամ, այնտեղ է լինելու նաև 4-րդ անգամ։ Այդ պահերին մենք սկսում ենք հուսահատորեն փնտրել այս աշխարհի առաջարկները, փորելու փոխարեն, բայց Աստված ասաց. «Ես կօրհնեմ քեզ»։ Արդյոք դա ինքնաբերաբար տեղի ունեցավ։ Ոչ, ինչու։ Փղշտացիները, այս աշխարհը խցանել էր բոլոր ջրհորները։ Գիտեք, թե ինչ պետք է աներ Իսահակը, նա պետք է կրկին փորեր այն ջրհորները, որոնք այս աշխարհը խցանել էր։ Մենք ապրում ենք այս աշխարհում եւ երբեմն չափազանց շատ ենք ընդգրկվում փղշտացիների գործերի մեջ եւ հանկարծ չորություն ենք զգում։ Ինչ է կատարվել։ Միգուցե մեր ջրհորները մի փոքր խցանվել են։ Մենք պետք է բացենք դրանք։ Բխիր ջրհոր, բխիր իմ անձի մեջ։ Կազդուրիր ինձ, լավ։ Դուք հասկանում եք, այսպիսով Իսահակն ամբերի երկրում էր։ Աստված ասաց՝ մի գնա Եգիպտոս, եւ ես կօրհնեմ քեզ։ Տեսեք, թե ինչ կատարվեց։ Երբ Իսահակը ցանեց այն երկրում, որտեղ սով էր, այդ տարի նա հնձեց 100-ապատիկ ավելի, քան ցանել էր, որովհետև Տերը օրհնեց նրան։ Ինչ տեղի ունեցավ։ Նա բացեց ջրհորները եւ կարողացավ, սա բնական օրինակ է, նա կարողացավ ոռոգել իր ցանքերային ջրով, որը վերցրել էր իր բացած ջրհորներից, որոնք փղշտացիները փակել էին, եւ նա դարձավ ավելի օրհնված, քան որ Եգիպտոս գնար։ Անչափ կարեւոր է, որ հասկանանք սա։ Ես բազմիցս մեծ հունձք եմ տեսել ջրհորներից ջուր հանելու արդյունքում, երբ գրեթե պատրաստ էի հանձնվել։ Այն, ինչ հիմա կասեմ, դժվար է նկարագրել, բայց ես գիտեմ, որ դուք կհասկանաք սա։ Պատահել է, որ լինեք ձեր աղոթքի սենյակում եւ մտածեք. լավ, ես աղոթեցի 30 րոպե, բավական է։ Բայց ձեր հոգու խորքից Աստված ասում է՝ շարունակիր, շարունակիր։ Նա փորձում է ինչ-որ բան բացել։ Նա փորձում է ուղարկել իր հոգու ավելի մեծ հոսք ձեր կյանքի մեջ։ Անչափ կարևոր է, որ ուղղենք մեր հայացքը մեր առջև դրված ուրախությանը։ Հիսուսի մասին գրված է, որ նա չարչարանք կրեց իր առջև դրված ուրախության համար։ Ուրախություն ուժ է տալիս մեզ, եւ Եսային գրում է. դուք ուրախությամբ ջուր կքաշեք փրկության աղբյուրներից։ Ինչու։ Ինչու է պետք ուրախություն այդ ջրհորներից ջուր հանելու համար։ Քանի որ Տիրոջ ուրախությունը մեր զորությունն է։ Կարող եմ անկեղծ լինել ձեզ հետ։ Երբ երիտասարդ քրիստոնյա էի, կարդում էի Նեեմիայի 8:10, Տիրոջ ուրախությունն իմ զորությունն է, եւ չէի հասկանում ինչպես է, որ Տիրոջ ուրախությունը իմ զորությունն է։ Հանկարծ մտածեցի մի արտահայտության վերաբերյալ, որը տարածված էր, երբ ես երիտասարդ քրիստոնյա էի։ Ուրախություն կերակուր պատրաստելիս։ Դուք երբևէ լսել եք, այո, Դերիլը եւ ես իհարկե։ Այսօր դուք օգտագործում եք նման արտահայտություններ։ Չգիտեմ, դուք այդպես խոսում եք հիմա, բայց մենք խոսում էինք։ Ես հաճախ էի լսում այդ արտահայտությունը եւ մեկ անգամ մտածեցի, պատրաստելու մեջ ուրախություն չկա։ Նույն կերպով այստեղ գրված է ոչ թե Աստծո ուրախության մասին, այլ իմ ուրախության, որը ես ստանում եմ շփվելով նրա հետ։ Դա է իմ զորությունը։ Միթե տարօրինակ չէ, որ ես սկսեցի մտածել, թե ինչպես է, որ Աստծո ուրախությունն իմ զորությունն է։ Սկզբում չէի հասկանում այդ խոսքը, բայց հետո այն լիովին պարզ դարձավ ինձ համար։ Եվ այդ ուրախությունը գալիս է, երբ մենք հառում ենք մեր հայացքը մեր առջև դրված մրցանակին, Հիսուսին։ Դուք կամ ձեր ծանոթները գիտեք այլ լեզու բացի անգլերենից։ Ցանկանում եք ավելի շատ ոգեշնչված ուսմունքներ Ջոն եւ Լիզա Բիվերներից, այցելեք cloudlibrary.org, դիտեք տեսանյութեր եւ ներբեռնեք բազմաթիվ նյութեր անվճար։ Ընտրեք ձեր լեզուն, ընտրեք ձեր նյութը ընդարձակ ցանկից։ Էլեկտրոնային գրքեր, վիդեո ուղերձներ, աուդիո գրքեր եւ ուսմունքներ, հեռուստահաղորդումներ, աստվածաշնչեր եւ ավելին։ Իմացեք ավելին, այցելեք cloudlibrary.org։ Մեր վարձքը կատարված խոստումներն են, բայց իրական վարձքը Հիսուսն է։ Այժմ պատմելու եմ մեկ այլ դեպք, որը տեղի ունեցավ։ Չգիտեմ, այդ ժամանակ դու ծնված էիր։ Միգուցե դեռ նորածին էիր, բայց մենք արդեն ճանապարհորդում էինք։ Ամեն ինչ այնքան էլ լավ չէր։ Ես այցելում էի 80-90 անդամ ունեցող փոքր եկեղեցիներ։ Վաղ 90-ականներն էին, եւ մեր կյանքը նման էր պայքարի։ Ամեն ինչ պայքար էր։ Մենք պետք է հավատայինք Աստծուն ամեն ինչի համար։ Առաջին տարում մեր ծառայության եկամուտը $40,000 էր, եւ ես պետք է աշխատավարձ վճարեի ինձ, կառավարեի ծառայությունը, հոգ տանեի 2 երեխաների մասին եւ այլն։ Ամեն ինչ պայքար էր, եւ հիշում եմ մեկ օր հոգնածություն էի զգում, իսկ Լիզա մթերային խանութ էր գնացել։ Այդ ժամանակ մենք շատ մակարոնեղեն եւ թունաձուկ էինք ուտում։ Նա մթերային խանութում էր եւ հիշում եմ, որ ես ծանրություն էի զգում։ Ես պարզապես ծանրություն էի զգում։ Ես զգացի, որ Սուրբ Հոգին ասաց իմ ներսից փառաբանության երաժշտություն միացրու։ Ես բարձրացա երկրորդ հարկ։ Մենք փոքր տուն ունեինք եւ մեր նվագարկիչը սենյակներից մեկում էր։ Վերցրի մի լսաժապավեն, քանի որ այդ ժամանակ դեռ սկավառակներ չկային,
Վաղ 90-ականներն էին եւ հիշում եմ, դա փառաբանության հավաքածու էր։ Ես ձայնակցում էի այդ փառաբանությանը եւ փորձում էի ապրել եւ թվում էր, ես ապրում էի հեղուկ արճճի մեջ։ Ես պետք է լարեի վերջին ուժերս Աստծուն փառաբանելու համար։ Հիշում եմ, դա 12-14 րոպեանոց լսաժապավեն էր, որի վրա 5 փառաբանության երգ կար։ Եվ երբ այն ավարտվեց, Սուրբ Հոգին ասաց. «Ետ պտտիր եւ կրկին միացրու»։ Ես սեղմեցի ետ պտտելու կոճակը եւ կրկին միացրի այդ լսաժապավենը սկզբից։ Առաջին երգը, երկրորդ անգամ։ Չգիտեմ, թե ինչպես նկարագրեմ դա, բայց մի ակնթարթ տեսա Հիսուսին իմ հոգում։ Ես խենթացա։ Արդեն ես սկսեցի վազել մեր տնով վեր ու վար ցատկելով։ Ես այնքան ուժ ունեի։ Թեև քիչ առաջ, երբ փորձում էի ապրել, ինձ թվում էր, որ ապրում էի հեղուկ արճճի մեջ։ Ես գոչում էի. «Հիսուս, դու զարմանալի ես»։ Գիտեք, ես սկսեցի վազել, տանը ոչ ոք չկար։ Ես մտածում էի, որքան լավ է, որ դա տեղի ունեցավ ցերեկը, եթե ոչ հարևանները կլսեին իմ ձայնը։ Այնքան բարձր էի գոչում։ Դա տևեց մոտավորապես 20-30 րոպե։ Երբ ավարտվեց, ամեն ինչ իմ շուրջը հրաշալի էր։ Կինս տուն եկավ, սնդով լի տոպրակով։ Նա ասաց. «Ինչ է կատարվել այստեղ, երբ ես տանը չէի»։ Ամեն ինչ այլ է։ Ես պատմեցի Լիզային կատարվածը։ Աստվածաշնչում գրված է, որ նա փառաբանության հանդերձ է տալիս մեզ։ Գրված չէ, որ նա երկրպագության հանդերձ է տալիս մեզ։ Ես եղել եմ եկեղեցիներում, որոնք սկսում էին երկրպագության երգով, բայց դահլիճում ծանրության մթնոլորտ կար։ Եվ մտածում էի, ծանրությունը չի հեռանա երկրպագությամբ, այլ փառաբանությամբ, քանի որ այն ուղղում է մեր հայացքն Աստծուն եւ այն ամենին, ինչ նա արել է մեզ համար։ Փառաբանությունը հռչակում է։ Այնքան կարևոր է հասկանալ։ Մենք ուրախությամբ ենք ջուր քաշում փրկության ջրհորներից։ Այս դասի վերջին մի քանի րոպեներին ուզում եմ պատմել մի ժամանակահատվածի մասին իմ երկրորդ անապատի ընթացքում, երբ ես երիտասարդականի հովիվ էի։ Հիշում եք, որ պատմում էի մշտական ցավի մասին։ Ես կրկին անցնում էի դրանով։ Դա անմիջապես այն բանից առաջ էր, երբ մեր հովիվը օրհնեց մեզ, եւ մենք սկսեցինք մեր ծառայությունը։ Աստված ցույց էր տվել ինձ 1 տարի կամ 18 ամիս առաջ։ Ես ուղարկելու եմ քեզ ամբողջ Ամերիկայով։ Եվ ես հիշում եք ցածր խոտը, հողը եւ բարձր խոտը։ Ես ապրում էի մշտական ցավի մեջ այդ 18 ամսվա ընթացքում։ Հիշում եմ, որ աղոթում էի ավելի շատ, քան նախկինում։ Եվ հիշում եմ, որ երբեմն չգիտես ինչու երիտասարդական ծառայությունները միշտ հինգշաբթի երեկոյան էին, եւ ես 2-ից 4 ժամ աղոթում էի այդ ծառայությունների համար, եւ գիտեք թե ինչ էր կատարվում։ Հուսահատորեն փորձում էի մուտք գործել Աստծո ներկայության մեջ իմ չորության պատճառով։ Շատ անգամ ես գոչում էի իմ աղոթքի սենյակում. «Աստված, խնդրում եմ, ուղարկիր մեկ այլ մարդու, ես չեմ կարող քարոզել»։ Ես չունեմ ոչինչ նրանց տալու համար։ Երբ մտնում էի հավաքույթի վայրը, Աստծո հոգին իջնում էր ինձ վրա ծածկոցի պես, եւ ես քարոզում էի խելագարի պես։ Իրականում մեր հավաքույթներին փրկվում էին կախարդներ, ավազակախմբերի անդամներ։ Այսօր նրանցից շատերը դեռ ծառայության մեջ են։ Այդ պահերին ինձ թվում էր, թե կարող էի հաղթել ամեն ինչ։ Ինչու՞, քանի որ Աստված թույլ չէր տա, որ նրանք անցնեին իմ անապատով, եւ օծությունը գալիս էր ինձ վրա ծածկոցի պես։ Եվ ասում եմ ձեզ, սա ճշմարտություն է։ Ես մեքենայով տուն էի վերադառնում հինգշաբթի օրվա երիտասարդական ծառայությունից հետո եւ ճանապարհի կեսին այդ ծածկոցը վերցվում էր վրայիցս։ Եվ ես ապրում էի մշտական ցավով եւս 7 օր։ Երբ այդ 18 ամիսը մոտենում էր ավարտին, իրավիճակը իսկապես ծանրացավ։ Հիշեք, մեծագույն հարձակումը ձեր դեմ գալիս է անմիջապես ձեր հունձքից առաջ։ Միշտ հիշեք սա, գրի առեք սա։ Մեծագույն հարձակումը ձեր հունձքի դեմ, որը ձեր խոստումների իրականացումն է, միշտ գալիս է անմիջապես հունձքից առաջ։ Նայեք Դավթի կյանքին։ Սավուղը խորը քնած էր, նա գնաց այնտեղ Աբեսայի հետ եւ Աբեսան ասաց. «Թույլ տուր սպանել նրան», իսկ Դավիթը պատասխանեց. «Ոչ, ոչ»։ Դա մեծագույն հարձակումն էր Դավթի կյանքում։ Իր առաջնորդին սպանելու հնարավորությունը, եւ նա հաղթահարեց այն, բայց հիշում եմ, ես այնպիսի չորություն եւ ցավ էի զգում։ Եվ մի երեկո հիշում եք, որ Պողոսն ասում է Տիմոթեոսին. «Բարի պատերազմ վարիր քո մարգարեություններով կամ այն խոստումներով, որոնք Աստված տվել է քեզ։ Թույլ տվեք ասել, որ երբ անապատում եք, դուք պետք է մշտապես կարդաք եւ խոսեք այս խոստումները»։ Լավ։
Ես անում էի դա այդ 18 ամսվա ընթացքում։ Աստված իմ ժամանակը քո ձեռքերի մեջ է։ Գիտեք, այդ բառերով մի երգ կա եւ ես սիրում եմ այն։ Ես ասում եի, Աստված, դու գիտես ժամանակները։ Ես ասում էի, դու ես տվել ինձ այդ խոստումը։ Ես գիտեմ, որ կկատարես այն։ Ես հավատում եմ քեզ, Տեր։ Դուք հասկանում եք, թե ինչ էի ես անում, այնպես չէ։ Իրավիճակն այնքան ծանրացավ, որ իմ խոստումները եւ Աստծո խոսքը դավանելը այլևս չէին սնուցում ինձ։ Եվ հիշում եմ, որ այդ երեկո ես նստած էի նույն դիրքում, որում հիմա եմ, այսպես։ Ես ծածկել էի երեսս ձեռքերիս ափերով եւ ասում էի, Աստված, դու հավատարիմ ես։ Ես գիտեմ, որ դու հավատարիմ ես։ Աստված, դու հավատարիմ ես։ Աստված, դու հավատարիմ ես։ Եվ երբ ասում էի այդ խոսքերը, զգում էի, որ դրանք սնուցում էին իմ հոգին։ Ես մտածեցի, սա միակ բանն է, որն օգնում է ինձ հիմա։ Պարզապես կկենտրոնանամ Աստծո բնավորության վրա։ Դու հավատարիմ ես։ Դու կկատարես այն ամենը, ինչ ասացիր։ Դու հավատարիմ ես։ Եվ գիտեք, մեկ շաբաթ էլ չէր անցել, եւ իմ հովիվը ասաց. «Ջոն, դու շրջիկ քարոզիչ ես դառնալու»։ Նա ասաց դա ինձ։ Որոշ ժամանակ անց ես մի խոսք գտա։ Դավիթը իր անապատի ամենածանր փուլում էր։ Ուշադրություն դարձրեք նրա խոսքերին։ Սաղմոս 37:3 Բնակվիր երկրում եւ սնվիր նրա հավատարմությամբ։ Հավանաբար կգա այնպիսի ժամանակ, երբ Աստծո խոստումները չեն սնուցի ձեզ, բայց դուք կսնուցվեք հիշեցնելով ձեզ նրա բնավորության մասին, ով ստեղծել եւ կանչել է ձեզ։ Նա հավատարիմ է։ Նա կկատարի։ Կտեսնվենք հաջորդ դասին։